իհարկե անհանդուրժելի են եւ ես շատ ուրախ եմ, որ դա գիտակցելով Ռոբերտ Քոչարյանի որդին այլևս նիստերի չի գալիս։ Առաջինն է որ չի գալիս, դուք ասացիք, որ գա նիստերի դահլիճ, ապա պատասխան է տալու նախ վերբալ, ապա կհասկանաք ինչ պատասխան պետք է տա, ինչի մասին է խոսքը, սպառնալիք է դա։ Չէ, պետքա ներողություն խնդրի։ Միայն ինքը։ Իհարկե։ Իսկ Արսեն Թորոսյանը Կներեք էլի 1000 ներողություն, բայց ազգային ժողովի փոխնախագահին ինքն է վիրավորել։ Այն դեպքում, երբ ազգային ժողովի փոխնախագահը իրան չէր վիրավորել։ Ինք մի վարքյան, խնդրում եմ մի ընդհատեք ինձ խնդրում։ Ինքը խոսում էր, ունենում էր շատ այսպես ասած ծայրաստիճան վիրավորականի ու առհասարակ պարկեշտի սահմանին ուղղակի ելույթ, իրան ոչ մեկ տեղից ոչինչ չէր ասում։ Բոլորը լուր լսում էին ինչպես հարկն է վարվել պարլամենտում։ Նույնատիպ, նույնական, առանց էսկալացիայի մի գրադուս անգամ բարձրացնելու, լրիվ նույնական ելույթ արդեն հակընդդեմ ունենում էր Հակոբ Արշակյանը։ Եվ ինքը որոշեց, որ Ռոբերտ Քոչարյանի փոքր տղան լինելը իրան իրավունք է վերապահում, որ ազգային ժողովի փոխնախագահին անվանի լակոտ։ Հիմա կներեք 1000 ներողություն, արդյոք դա հանդուրժելի է խորհրդարանական երկրում։ Իհարկե ոչ, եւ իհարկե պետքա պատասխան տա։ Ուզում եք դա հանդուրժելի է, բայց եթե հիմա գործիչն է ասում լակոտ հանդուրժելի չէ, այսինքն պարոն